Բարև ընկերներ, այսօր կրկին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Շնորհակալ եմ աջակցության եւ ըմբռնումով մոտենալու համար։ Յուրաքանչյուր հայի խնդիր իմն է, յուրաքանչյուր հայից թալանված գումար իմ խնդիրն է։ Միասին պետք է բռնենք գողի ձեռքը եւ վերջ տանք երկրում տիրող թալանի մթնոլորտին։ Նախ ցանկանում եմ կոչով դիմել պետական համակարգերում աշխատող մեր հայրենակիցներին։ Եթե ցանկանում եք տեղեկացնել ձեր ղեկավարների կողմից իրականացվող թալանի անօրինականությունների մասին, խնդրում եմ գրել ինձ։ Ձեր բոլորի գաղտնիությունը երաշխավորում եմ։ Վստահ եմ, որ շատերդ չեք ցանկանում լռել, սակայն վախենում եք կորցնել աշխատանքը։ Ես պատրաստ եմ բարձրաձայնել առանց անուններ տալու։ Ընկերներ, շատերը վստահաբար սպասում էին այսօրվա թողարկմանը, անհամբեր։ Նախապես հայտարարել էի, որ խոսելու եմ Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանից, սակայն որոշել եմ 2 օր ևս թողնել, որպեսզի վախերը սրտները մնան, 2 դաժան գիշեր անցկացնեն։ Ընկերներ, ասեմ, որ Անանիկ Ոսկանյանի ենթադրյալ քաղաքական բուրգը սկսվել է քանդվել։ Մեզ են միացել համայնքապետարանից մի շարք անձինք, ովքեր փաստերով եւ տեղեկություններով են կիսվում։ Մեզ է միացել Անանիկ Ոսկանյանի ամենամտերիմ կադրերից մեկը։ Տեսանյութի հրապարակման հետաձգումը դրանով է պայմանավորված, քանի որ ի հայտ են եկել նոր ապացույցներ, նոր հանգամանքներ, նոր փաստաթղթեր, որոնց մասին պետք է խոսել սառը դատելով։ Իսկ Անանիկ Ոսկանյանի եղբոր պահվածքի մասին ես ամբողջական տվյալները այսօր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրում եմ նրան մոտ կանգնած անձանց, որպեսի տվյալները Նազելի Բաղդասարյանին չհանձնեն, քանի որ գրեթե 100%-անաց վստահություն ունեմ, որ կկորեն։ Ճիշտ եմ, չէ՞ Տիկին Բաղդասարյան։ Ասում են դուք սիրում եք քաղաքական խաղեր տալ ձեռքի մի ներսուն։ Բարեկամներ, այսօր կրկին կխոսեմ Դիլիջանի որց համայնքապետ Դավիթ Սարգսյանից եւ համայնքապետարանում տեղի ունեցող երևույթներից։ Ինչպես եք, պարոն Արման Բազինյան, տեղյակ եմ, որ հետևում եք իմ տեսանյութերին։ Դուք եք ներառված այսօրվա թողարկմանը։ Ընկերներ, Դիլիջանը Հայաստանի այցեքարտերից մեկն է, որը պետք է լիներ ամենազարգացած համայնքներից մեկը, սակայն վատ իշխանության պարագայում դա հնարավոր չէ։ Ուրեմն, պարզվում է, որ Դիլիջանի համայնքապետարանում կրկին խնամ ծանոթ բարեկամ մոդելն է աշխատում։ Ասում են, որ աշխատակազմի մեծ մասը փոխհամայնքապետ Արման Բազինյանի ազգականներն են, իսկ մնացած փոքրիկ հատվածը Դավիթի։ Պարոն Արման Բազինյան, խնդրում եմ հանրությանը տեղեկացնել, արդյոք ձեր եւ Դավիթ Սարգսյանի միջև կոնֆլիկտ է եղել, իրար եք ծեծել։ Եթե այո, կասեք խնդրում եմ, ինչն է եղել պատճառը։ Պարոն Բազինյան, Նոնա Գրիգորյանի միջոցով խնդրում եմ հերքել կամ հաստատել, չէ որ հենց նա է մամուլի պատասխանատուն։ Չնայած պետք չէ, կարող է կրկին այլ տեսանկյունից դիտվի ձեր զրույցը եւ հայտնվեք նոր սկանդալի կիզակետում։ Ավելի լավ է խոսեք ձեր եղբոր անունով բացված ընկերության մասին, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Պարոն Բազինյան, բնավ ինձ պետք չէ բացատրել, այլ Դիլիջանի բնակչությանը։ Ես ամբողջ տվյալներին տիրապետում եմ։ Բացատրեք, թե ինչպես շատ կարճ ժամանակում միլիոնավոր դրամների հասնող եկամուտներ ստացավ։ Բացատրեք, թե ինչպես ստացվեց, որ պետական արգելոց համարվող տարածքներից շատերը սեփականը շնորհվեցին։ Խոսեք ձեր քաղաքացիների հետ, ասեք, որ ցանկություն եք ունեցել հարստանալու։ Դրա համար բազում ապօրինություններ են տեղի ունեցել։ Միգուցե հասարակությունը ներողամիտ լինի եւ ձեզ ների։ Պարոն Բազինյան, իսկ Դավիթ Սարգսյանի հետ հիմա մտերիմ եք։ Եթե այո, խնդրում եմ կասեք ով է վճարել քթի վիրահատության համար, որքան գումար եւ արդյոք այդ քաղաքացին հետ է ստացել իր գումարը։ Պարոն Բազինյան, իսկ Արսեն Սարգսյանը ինչու է ձերբակալվել, ձեր համայնքապետարանի աշխատակիցը, ով նաեւ համատեղության կարգով Դավիթ Սարգսյանի հորեղբեր որդին է։ Ընկեր Բազինյան, հույս ունեմ, որ հնչեցված հարցերին կտակ պատասխան, լռությունը կհամարեմ համաձայնության նշան։ Ընկերներ, շատ թալանչիների մոտ ակնհայտ վախի դրսևորումներ են ի հայտ եկել։ Սա եզակի հնարավորություն է, որ բռնենք նրանց թալանչի տատիկները եւ դուրս շպրտենք պետական ապարատից։ Վստահեցնում եմ, մեր համատեղ պայքարը տալիս է արդյունք ու տալու է այն արդյունքը, որը մենք ուզում ենք։ Մեզ մնում է միայն համբերատար սպասել եւ պայքարել։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք երկուշաբթի։ Հարգանքներով, ձեր հայը։